Բարերեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, այսօր որոշ խաղային օր է, եզրափակիչ Բարսելոնան մրցում է Նեոնի դեմ եւ վստահաբար սա շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։ Միայն այն, որ եզրափակիչ է, դա բնականաբար բավական է մեզ հասկանալու համար, որ սա երկարևորագույն դիմակայություն է Empire League-ում, այնպես որ վստահաբար թիմերը ապահովելու են հետաքրքիր հանդիպում։ Ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսեմ Բարսելոնայից, ներկայացնեմ ըստ հերթականության Սարգսյան համար 10, Շահ Նազարյան 8, Ավագյան համար 7, Պերեդեսը 8, համար 9, Ժան Ավագյան 11, Ադյան համար 5, 17 Հովանիսյան, համար 3 Մերյան, 4 Հովակիմյան եւ Հովանիսյան։ Դարպասը պաշտպանում է Ալիկ Ղազարյանը, դա նորություն չէ, իհարկե Բարսելոնայի դարպասը գրեթե միշտ պաշտպանել է եւ պաշտպանում է Ղազարյանը շատ լավ որակներով դարպասապա։ Նեոն համար 1 Նարեկ Անդրանիկ Արաքելյան, ներողություն, 2 Նարեկ Սմբատյան, 3 Մանվել Ասատրյան, 4 Արթուր Օհանյան, համար 5 Հայկ Պետրոսյան, 6 Վարդան Ղարիբյան, համար 23 Բենիկ Ռոստոմյան, համար 8 Դավիթ Հարությունյան, 66 Զաքարյան եւ համար 9 Գոր Մովսիսյան։ Բնականաբար բարեկամներ, սա եզրափակիչ է եւ մենք գիտենք, որ եզրափակիչները այլ հոգեբանությամբ են թիմերին պատրաստում այդ հանդիպմանը։ Սա մեկ խաղ է, այս խաղից կախված է ամբողջ երևի թե ընթացքը, ամբողջ անցած ճանապարհը, չգիտեմ, բարդ է ուղղակի նկարագրել, բարդ է նաև մեզ համար, ոչ միայն ֆուտբոլիստների, որոնք հիմա դաշտում են եւ անցկացնում են այս խաղը։ Եզրից կնետի Բարսելոնան բնականաբար պատասխանատու խաղ է, յուրաքանչյուր սխալ ունի իր արժեքը, սխալը մի ամբողջ մրցաշրջան կարող է արժանալ, այնպես որ դա հասկանում են երկու կողմերն էլ։ Գնդակը Բարսայի պաշտպանությունում է փոխանցում դեպի Աչիեզր, Նեոնը եկել է պրեսինգի եւ այս պրեսինգը, այսպես ասած, տալիս է իր արդյունքը եզրային նետում։ Կլինի փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, ամեն դեպքում Բարսայի պաշտպանները հաջող գործեցին եւ դեպի ձախ եզր է գալիս գնդակը, այստեղից տեսնենք ինչպես կզարգացնեն գրոհը պաշտպանության կենտրոնում, եկել է պրեսինգի։ Իհարկե Նեոնը փորձում են գնդակ խլել մրցակցից, փոխանցում դեպի Աչիեզր եւ այս պրեսինգը Ռոստոմյանի աշխատում է, հետևեց եւս մեկ փոխանցում, բայց գնդակի հաջող խլում Բարսան կատարեց ծոթային փոխանցում առաջ անդրադարձ այստեղ ու Աչիեզրից արվածի փորձ, այսպիսի համարձակ որոշում ենք տեսնում իրականում հեռու տարածությունից։ Հարվածի փորձ, բայց յուրաքանչյուր շանսից կարծում եմ պետք է կարճել, եթե կա հնարավորություն հարվածելու, ամենայն դեպս կարելի է փորձել։ Աչիեզրում է գնդակը, միմյանց փոքրինչ լավ չհասկացան Բարսայի ֆուտբոլիստները, բայց գնդակ պահել հաջողվեց, դեպի ձախ եզր փոխանցում, անդրադարձ ենք տեսնում, Ղարիբյանը այստեղ առաջինն է եւ դեպի Աչիեզր փոխանցում, Սմբատյան եւ Սարգսյանն է տիրում գնդակին, Աչիեզրում հետևեց ցածրից փոխանցում, պաշտպանը փակում է փոխանցման ճանապարհը եւ Նեոնի ֆուտբոլիստներն է փորձում գնալ առաջ, անդրադարձ այստեղ եւ գրվելու երթը արդեն Նեոնի ֆուտբոլիստներինն է, Սմբատյան պայել է գնդակի իր մոտ դեպի Աչիեզր փոխանցում, այնտեղ խախտման տպավորություն որոշակիորեն կար, չեմ ասում հստակ խախտում կար, բայց տպավորությունն այդպեսին էր, որ կար խաղի կանոնների խախտում, ամեն դեպքում մրցավարը չէր տեսել եւ դեպի Աչիեզր փոխանցում, այստեղից գրոյի ուղղությունը փոխվում է դեպի ձախ եզր, Սմուտն է գնդակով, թողեց խաղանկերոջը եւ դեպի Աչիեզր, տեսնենք շարունակությունը ինչպես կստացվի այս գրոյի, որը ձեռնարկում է։ Բարսելոնան դեպի Աչիեզր փոխանցում, ամեն դեպքում չստացվեց։ Ավագյանն էր դեպի Աչիեզր փոխանցում կատարողը, բայց գնդակի կորուստ եղավ եւ եզրային նետում կտեսնենք։ Նեոնը փորձում է ավելի կարելի ասել թիկունքից գործել, ոչ ռիսկային երևի թե փակել պաշտպանությունը, Սմուտ ձախ եզրում եւ ուղարկեց գնդակը Աչիեզր։ Եվ գալիս է գնդակը Ավագյանին, բայց այստեղ հաջող գործեց Հարությունյանը, թողնելով արդեն գրոյի շարունակությունը Ղարիբյանին եւ Աչիեզրից փոխանցում հետևեց առաջ, գնդակի կորուստ եղավ, Բարսելոնայի ֆուտբոլիստներն են հաջող գործում, նորից գնդակի վերադարձ եւ կապիտան Ռնագույնները գնում են առաջ, Ավագյան փորձեց շրջանցել Հարությունյանին, Սմբատյանն հեռացնում գնդակը դեպի մրցակցի կիսադաշտ ուղարկելով եւ նորից վերադառնում է գնդակը Բարսելոնային, 3.5 րոպե արդեն թողեցինք թիկունքում, իրականում սիրողական լիգաներում սա բավականին ժամանակահատված է ինչ որ բան հասկանալու համար, ամեն դեպքում 25 րոպե է խաղակեսը եւ այո 3 րոպեն այս տեսանկյունից իր ազդեցությունը ունի, որոշակի պատկեր ունենք, Բարսան ավելի շատ է գնդակով, բայց դա առավելություն վաղուց ֆուտբոլում չի համարվում, իհարկե գնդակով ավելի շատ լինելը
Այդ տեսանկյունից այո, կոնկրետ առավելություն կարող ես համարել, ով է ավելի շատ գնդակով, պատասխանը Բարսելոնան, բայց Նեոնն էլ իրավիճակը կարողանում է այսպես ասած իրավիճակին տիրապետել, որպես այդպեսին։ Շատ վտանգավոր բա Բարսայից չենք տեսել, եթե արդեն խոսքը հասնում է դրան, պետք է նշել, որ վտանգավոր բա չենք տեսել, ասեմ ավելի Նեոնն է ավելի շատ հարվածում։ Երկրորդ փորձը Ղազարյանը հետ մղեց գնդակը, բայց տարածությունը եկեք հաշվի առնենք, որքան հեռվից էր այս հարվածը, երկրորդ փորձը Նեոնի ինֆորում։ Եվ խնդրեմ Նեոնը ավելի քիչ է գնդակով, բայց ավելի շատ է հարվածել։ Երկրորդ փորձն էր սա, եզրային նետում կլինի։ Հարվածություն կա բնականաբար խաղում եւ եզրային նետում տեսնենք ինչպես կստացվի։ Հետևեց դեպի Ղարիբյանը փոխանցում, վերջինս Սաչի եզրում է եւ Բարսայի պաշտպաններն են փորձում գնալ առաջ այդ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, մանր խաղարկումներ ենք տեսնում, բայց այստեղ արդեն Նեոնը եկել է պրեսինգի, այստեղ արդեն որոշակի ճնշում կա, սմութ փոխանցում դեպի Աչի եզր Շադյանն է, այստեղ գնդակով որված, շատ վտանգավոր փորձ էր բարեկամներ, իսկապես վտանգավոր եւ այստեղ նույնիսկ տպավորություն էր, որ գնդակը կարծես ցանցում հայտնված լիներ։ Եվ ձախ եզրից անկյունային կլինի։ Հետևում է օթային փոխանցում, հեռացված է գնդակը, սմութն է այստեղ արձագանքում, փոխանցում դեպի կենտրոն եւ Ավակյանը ուղարկեց գնդակը։ Աչի եզր այստեղ է Ադյանը ներողություն։ Եվ տեսնենք ինչ շարունակություն կլինի գրոյին, դեպի ձախ եզր սմութը տիրել է գնդակին, հաջող խանցում այստեղ կատարեց, ծածրից փոխանցում, բայց ստացվեց գոնե վերջում արձագանքել, այդտեղ արդեն կարող են գոլի մասին նույնիսկ խոսել, բայց որպես այդպիսին արձագանք չեղավ եւ հարված դարպասից կլինի։ Նեոնի ֆուտբոլիստները կփորձեն գնալ առաջ, Անդրանիկ Առաքելյանն է պատրաստում գնդակը խաղի մեջ մտցնել եւ դեպի Աչի եզր ուղարկեց, Խորքից օթային փոխանցում Ղարիբյանն այստեղ կտիրի գնդակին իհարկե եւ տեսնենք ինչպիսի շարունակություն է լինելու դեպի միջին գոտի փոխանցում եզրային նետում կլինի։ Նեոնի մասնակցությամբ հանդիպում մեկնաբանել եմ, Նեոնին որոշակիորեն համենայն դեպս այս կազմի շատ ֆուտբոլիստներին ծանոթ են, պայքարող թիմ է եւ ամենահեշտ գործը չէ Նեոնին հաղթելը, շատ կարգապահ ընդ թիմ։ Դա էլ ավելի է բարդացնում այդպիսի մրցակցին հաղթելն իհարկե պաշտպանությունում շատ ուշադիր եւ դա մենք արդեն նկատում ենք ու Բարսելոնայի խնդիրը ամենևին էլ հեշտ չէ, եթե խոսենք կոնկրետ Բարսայից։ Եվ Աչի եզրում է գնդակ այստեղից արված եւ խնդրեմ 1-0 7-րդ րոպե Բարսան առաջ է անցնում հաշվի մեջ, շատ լավ արված էր եւ գնդակը հայտնվեց դարպասում։ Հովանեսյանը բացում է դիմակայության հաշիվը։ 7-րդ րոպեին Նեոնը բաց թողեց, աչ ոտքով շատ ուժեղ արված եւ խնդրեմ գոլը կա բարեկամներ։ Բարսան ամեն դեպքում առաջինն է խփում այս դիմակայությունում, այս խաղում հետաքրքիրը ինչը այդքան էլ սպասելի չէր, բայց ամեն դեպքում հերվից հարվածներն են շատ եւ շատ, 3 հերվից հարված, 2-ը Նեոնից, 1-ը Բարսելոնայից, կամ 4 հարված, ամեն դեպքում քիչ առաջ Բարսան եւս 1 հարված կատարեց, կարծում եմ։ Միանգամից մտաբերեցիք այդ դրվագը եւ ինչ է այստեղ կատարվում։ Նեոնը կարող էր արագ գորեն հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց անկյունային կլինի, հասցրեցին Բարսայի ֆուտբոլիստները շտկել իրավիճակը։ Տեսնենք ինչպես կստացվի արդեն այս փորձը, ներողություն, ձախ եզրից ցածրից փոխանցում եկավ, Աչի եզրում է գնդակը արդեն դեպի կենտրոն եւ ով է արվածել ու Ղարիբյան արված դարպասապան է փրկում, գեղեցիկ սեյվ էր, եւս մեկ գործողություն, սա փոխանցում էր արդեն, երևի թե փոխանցում այդ եզրից դժվար թե այլ բան լիներ եւ անդրադարձից հետո անկյունային ենք տեսնելու, լարվեց խաղը, այսա եզրափակիչ է եւ գիտեք իրականում ֆուտբոլում արդեն երկար ժամանակ է այս մոտեցումը փոխվել է եզրափակիչների եւ նման պատասխանատու խաղերին արդեն ավելի կրակոտ ֆուտբոլ ենք տեսնում, քան այն զգուշավորությունը, որը կարծում եմ դուք էլ գիտեք, սպասելի է, հասկանալի է, որ լինի նորմալ է զգուշավոր ֆուտբոլը, եթե եզրափակիչի մասին ենք խոսում։ Եվ այսպիսի դիմակայությունում մենք արդեն կրակոտ ֆուտբոլ ենք տեսնում, արագ գոլ, հերվից հարվածով ընդ որում եւ ցանկություն կա երկու թիմերի մոտ էլ շատ գրոհելու։
Հովանեսյան ձախ եզրում տիրեց գնդակին, պայել է Բարսայի ֆուտբոլիստը եւ հետ փոխանցում դեպի պաշտպանության աջ եզր։ Մանր քայլերով փորձում է Բարսելոնան գնալ առաջ, Սմութ Բարսան առաջին քայլը արեց, այսպես ասած, խաղատախտակի առաջին քայլը արեց, մրցակցին մարտահրավեր նետեց, բնականաբար հաշվին նայելով հիմա Նեոնի հերթն է պատասխանելու, երբ դա կանի Նեոնը կտեսնենք խաղի ընթացքում, բայց պետք է Նեոնը գրոյի, պետք է Նեոնը փորձի, բնականաբար շտապել պետք չէ, քանի որ դա վտանգավոր է, այս րոպեներին շտապողականություն դրսևորելը իհարկե անմիտ կլինի եւ Նեոնը բնականաբար դա հասկանում է եւ գործողությունները կհաշվարկել։ Աջ եզր փոխանցում հասցրեց Ռոստոմյանը փակել մրցակցի ճանապարհը, ֆուտբոլիստով պատրաստ է 50 րոպե շարունակ էներգիա ծախսել դաշտում։ Այդ առումով հետաքրքիր է։ Բայց կազմերի տարիքային առումով նաև շատ մեծ տարբերություն կա, ավելի երիտասարդ երևի թե թիմ Բարսային կարելի է համարել, աջ եզրից հարվածի փորձ ենք տեսնում, եզրային նետում կլինի։ Երիտասարդ անվանում են ֆուտբոլում զուտ տարիքային տարբերության տեսանկյունից, իհարկե կարող է այդ տարբերությունը 4-3 տարի լինել, բայց ավելի երիտասարդ օրինակ կարող ենք Բարսային համարել, այդ առումով գիտեք առավելություն եկեք չասենք, բայց էներգիա ծախսելու առումով երևի թե որոշակի առավելություն Բարսան կարող է ունենալ։ Դեպի ձախ եզր փոխանցում, եզրային նետում է լինելու, բայց Բարսայի օգտին, այո, մենք տեսանք Նեոնի ֆուտբոլիստին վերջում դիպչեց գնդակը։ 10 րոպե թողեցինք թիկունքում, ակտիվ ֆուտբոլ է, հետաքրքիր եզրափակիչ է, առանց շոխացնելու իհարկե, առանց պաթոսի իսկապես հետաքրքիր է դիտել այս հանդիպումը, լարված իրադարձություններ կան, եւ Հովանեսյան արդեն կենտրոնում ընդունեց գնդակը, դիմավորել է մրցակցին Զաքարյանն այստեղ, եթե չեմ սխալվում, այո Զաքարյանը, ով մնացել է արչևի գծում, արչևի գծի պատասխանատուն է, նա կփորձի կարևոր գոլ խփել իր թիմի համար։ Դեպի աջ եզր փոխանցում Բարսան շարունակում է փնտրտուքների մեջ լինել, շարունակում է տարբերակներ փնտրել, հիմնականում աջ եզրով, բայց առայժմ աջ եզրը փակում է։ Նեոնը որքան հնարավոր է լավ, Ղարիբյան դեպի աջ ուղարկեց գնդակը, բայց դժվար կլինի հասնել այս գնդակին, փորձ եղավ, խախտում այնտեղ չկար, բայց հարված դարպասից կլինի։ Նյարդային մեծաշով ոչինչ անել Բարսայի համար այստեղ չստացվեց։ Եվ չեն շտապում Բարսայի ֆուտբոլիստները, ավելի հանգիստ կարելի ասել, գործողություններով են փորձում աչք ընկնել եւ դեպի ձախ եզր փոխանցում, տեսնենք ինչպես կստացվի։ Այս գրոն արդեն Սմութը ընդունել է գնդակը, թողեց խաղանկերոջ եւ նորից դեպի հետ պաշտպանության ձախ եզր փոխանցում, փորձում է նաեւ մրցակցին առաջ քաշել, Նեոնը բաց թողնելուց հետո եթե նկատում եք արդեն ավելի շատ է գրոհում, գրոհել նաեւ առանց գնդակի, այսպես փոխաբերական իմաստով ավելի բարձրից են տեղակայվել, բնականաբար դա էլ հասկանալի է։ Ստիպում է հաշիվը, ամենակարևոր երևույթը, ամենակարևոր գործոնը դաշտում խաղում միանշանակ հաշիվն է։ Հաշվից շատ բան է կախված, հիմա 1-0 է։ Բարսան ախտում է, Նեոնը պետք է գրոյի, եւ հիմա Բարսայի գրոյին ենք հետևում դեպի աջ եզր Ռոստոմյան փակում է մրցակցի ճանապարհը եւ գնդակի խլում Արությունյանն է այստեղ ուղարկեց գնդակն առաջ, բայց Բարսայի պաշտպանները ամեն դեպքում առաջինն է, Սմութը ձախ եզրում է, տեսնենք ինչպես կգրոյի, թողեց գնդակը խաղանկերոջ, այս փոխանցումը լավն էր, եթե խաղանկեր լիներ, հաջող շարունակություն կլիներ։ Շովանյան ուղարկեց աջ եզր գնդակը, Նեոնը փորձում է գնալ առաջ եւ սխալ փոխանցում այստեղ, տեսնենք Զաքարյանը ուղարկեց գնդակն աջ եզր, բայց խաղանկերը այստեղ չէր կարող խաղանկերը հասնել գնդակին, եկեք դա էլ նշենք իհարկե։ Շատ հարմար փոխանցում էր պաշտպանների համար եւ գնդակի խլում այստեղ ստացվեց։ Հովանեսյան ընդունել է գնդակը, եզրափակիչի այս դիմակայության առաջին գոլի հեղինակը եւ դեպի ձախ եզր փոխանցում, տեսնենք Բարսելոնայի ֆուտբոլիստները ինչպես կգրոեն, պայել է գնդակը Հովանեսյանն իր մոտ։ Դեպի կենտրոն, Հովանեսյան ուղարկեց գնդակը, աջ եզր, ստացվեց հասնել այստեղ գնդակին, Սարգսյան Ռոստոմյանն է առաջինը եւ գնդակը մնաց դաշտի սահմաններում, այնտեղ խախտում է արձանագրել մրցավարը, հարձակվող թիմի կողմից եւ գնդակը Նեոնինը կլինի։
Ռոստոմյան ուղարկեց գնդակը Սմբատյանի պաշտպանության կենտրոն, փոխանցում դեպի Ղարիբյանը։ Մեկը մեկի դեմ պայքար, հասցրեց ձախ եզր փոխանցում կատարել Նեոնի ֆուտբոլիստը եւ եզրային նետում կլինի, ցավոք վերջին հատվածը տեսնել չկարողացանք, ինչու վերջին, քանի որ եզրային նետում եղավ, փաստացի գրոհը ավարտվեց, նորը պետք է սկսել։ Եվ փոխանցում դեպի կենտրոն հեռացված է գնդակն այստեղ։ Ռոստոմյան գալիս է կենտրոն, փորձում տիրել գնդակին, բայց Սմութը դեպի ավելի աջ ուղարկեց դաշտի միջին գոտում, ամեն դեպքում գնդակը պահել են Բարսելոնայի ֆուտբոլիստները եւ փորձում են մանր քայլերով գնալ առաջ Հովանեսյան։ Հաջող գործեց Հովանեսյանն այստեղ, բայց գնդակի կորուստ եղավ։ Ղարիբյանն է գնում առաջ, փոխանցում դեպի արձակման կրակագից, բայց մի փոքր պետք է մշակել այս փոխանցումները, իրականում լավ տարածություններ տալիս է Բարսելոնան, չենք կարող դա թաքցնել, ինքներս տեսնում ենք իհարկե կան որոշակի տարածություններ եւ այդ տարածություններից կարելի է օգտվել, ինչու ոչ։ Եզրային նետում կլինի։ Գնդակը Հովանեսյանն է խաղի մեջ մտցնում եւ դեպի պաշտպանության կենտրոն փոխանցում։ Գնդակը ձախ եզրում է, մանր քայլերով Սարգսյան, բայել է գնդակը Բարսելոնայի ավակը, դեպի կենտրոն փորձեց տեղաշարժվել, հարվածեց, անդրադարձ եղավ ու եզրային նետում կտեսնենք։ Հետևեց Սոթային փոխանցում, այստեղ պետք է ավելի զգույշ լինել, ներողություն, վտանգավոր պայր ձախ եզրից անկյունային կլինի։ Այստեղ ինքներդ տեսակ իհարկե ինչ կատարվեց եզրային նետում, այնտեղ անհամաձայնություն, անդրադարձ, որից հետո անկյունային Զաքարյան աչի եզր փոխանցում, Նեոնը փորձում է հակագրոհել։ Տեսնենք ինչպես կստացվի։ Օհանյանը փորձում է շարունակել, եւս մեկ փոխանցում դեպի Հարցակմանկից աչի եզր, համար պայքար է, բայց Բարսան աստրել է նահանջել ամեն դեպքում։ Եվ տիրում է գնդակին Հովանեսյանը։ Փոխանցում դեպի հարցակման կրակակից, եւս մեկ փոխանցում դորպասապահ ոտքով է հասցնում Առաքելյան այստեղ։ Շատ կարևոր գործողություն։ Երկրորդ գոլը իմը ամենևին էլ ցանկալի չէ Նեոնի համար, աչի եզրից Օթային փոխանցում եւ ֆորվարդ դորպասապահն է հեռացնում։ Միգուցե եւս մեկ փորձ լինի, Հարությունյան անդրադարձ, ստացվեց պայել գնդակը, դեպի աչի եզր փոխանցում, Հարությունյան նորից գլխով անդրադարձ կատարեց Հովանեսյանն է այնտեղ, ձախ եզրում լավ էր գնացել, գնդակի համար պայքարելու եւ եզրային նետում կլինի, մոտենում է առաջին խաղակեսի ավարտը բարեկամներ, 8 րոպե, այսքան ունի Նեոնը այս հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար դեպի ձախ եզր փոխանցում մանր քայլերով կգնա առաջ Բարսելոնան Հովանեսյան Զաքարյանն է դիմավորել մրցակցին գլորեց գնդակը աչի եզր Հովանեսյանը եւ այստեղից փոխանցում դեպի Սմութը վերջինս պայել է գնդակի իր մոտ տեղաշարժվեց կենտրոն փոխանցում աչի եզր լավ շարունակություն էր եւ այստեղից եւս մեկ փոխանցում դեպի Սարգսյանն էր գալիս գնդակը, բայց ամեն դեպքում չստացվեց այս համագործակցությունը, եզրային նետում կլինի եւ դեպի աչ եզր փոխանցում հետևեց Հովանեսյանը փակում է մրցակցի ճանապարհը, նորից եզրային նետում կտեսնենք։ Ոչ, այսպես իհարկե չի լինի։ Թեպետ ձեռքով խաղ Զաքարյանը պահանջում էր, չեմ կարող ասել այստեղ որքանով էր ձգում այս գործողությունը, ինչպես ասում են խախտման բայց պետք է ավելի լավ բացվել Ռոստոմյան աչի եզր ուղարկեց գնդակը պատասխան փոխանցում խնդրեմ միայն Ռոստոմյանն էր այնտեղ բնականաբար մեկը մեկի դեմ պայքարում միայն Ռոստոմյանին փակելն էլ բավական է գնդակը այստեղ էական չէ որտեղ կգնա եթե եւս մեկ խաղացող չկա իհարկե այնպես որ Բարսան այստեղ շատ բան չուներ հասկանալու այս գրոհը ընդհատելու համար բայց պետք է ամեն դեպքում այսպես կարմիրով ընդգծել փոքր ինչ որ Նեոնը ակտիվացել է։ Բարսան այդքան շատ չի գրոհում, որքան գրոհում էր մինչև 1-0 եւ հիմա Նեոնի մոտ այդ ակտիվությունը կա, փորձեր կան, նաեւ փորձում են ուշադիր լինել պաշտպանություն։ Այդտեղ արդեն այդ կետում չես կարող մեղադրել թիմին հարցակվելիս։
Եվ հետևենք այս գրոյին, դեպետ հետևել ասվածը, մի փոքր ճոխ էր այստեղ, քանի որ չհետևեցինք, բայց այն, որ խախտում եղավ աչի եզրում, դա կարծես թե հասկացանք, ոչ, անկյունային կլինի, այստեղ պետք էր ենթադրել անկյունայինը թե խախտում, ինչպես հասկացաք, սխալ ենթադրեցի ես, դուք էլ կարող եք ձեր կարծիքը գրել։ Օթային փոխանցում գլխով արված վտանգավոր փորձ էր, բայց շեղ ստացվեց այս արվածը։ Իսկապես լավ պայ էր անկյունայինի խաղարկում Հովակիմյանը, եթե չեմ սխալվում, այստեղ կարող էր առավելությունը կրկնապատկող գոլ եղինակ դառնալ։ Աչի եզրում է գնդակը Բարսելոնան հերթական փորձին կգնա եւ տեսնում ենք Հորվոց դարպոսածողին դիպչեց։ Լավն են այսօր հերվից արվածները, տղաներ, շարունակեք հերվից շատ արվածել, սմութն է հիմա էլ փորձում անդրադարձ եւ աչի եզրից անկյունային կլինի։ Այո, ստացվում է, զգում են, ձեռքները զարկերակին է դրված այս խաղի ֆուտբոլիստների եւ զգում են, որ կարելի է հերվից շատ արվածել եւ հերվից շատ են արվածում։ Օթային փոխանցում եկավ ձախ եզր գնդակը, սմութը իջեցրեց, ցածրից փոխանցեց պաշտպանն հեռացնում, եւս մեկ փորձ կլինի, նորից բաբամ, բայց այստեղ շեղ է ստացվում։ Այո, կան հարվածներ, կան փորձեր, այս դրվագի, եթե մեկ ամբողջական դրվագ հա դարձնենք, սա անկյունայինից սկսած, ապա մի քանի հարված Բարսան միանգամից ապահովեց, հարվածների քանակով զգալիորեն մրցակցին շրջանցեց։ Եվ Մանվել Ասատրյանն է դուրս գալիս խաղադաշտ Նեոնի կազմում, միանգամից պաշտպանության կենտրոնում տեղ զբաղեցրեց Հարությունյան, փոխանցում է հետևում առաջ, բայց գնդակը անցնում է Բարսելոնայի պաշտպանություն, դարպասապան է այստեղ եւ դեպի աչի եզր փոխանցում։ Մանր քայլերով Բարսան կփորձի գնալ առաջ, դեպի ձախ եզր փոխանցում եւ փորձում են գնալ առաջ։ Խորքից օթային փոխանցում ենք տեսնում առաջ, Սարգսյանը արձագանքեց, անդրադարձ դարպասապան է այստեղ հեռացնում գնդակը, Ռոստոմյան եւ Զաքարյանը պայել է գնդակն իր մոտ, թողեց Ղարիբյանին այստեղ գրոյի շարունակությունը չստացվեց եւ Ղազարյանն է ուժեղ խարված կատարում առաջ։ Եզրային նետում դեպի ձախ եզր Հարությունյան ուղարկեց գնդակը Տուգանային հրապարակ, Հովանիսյանն է արդեն այստեղ, Ռոստոմյան հաջող գործեց եւ դեպի աչ եզր փոխանցում։ Փորձում է Նեոնը գնալ առաջ, հեռացրի Բարսայի ֆուտբոլիստները, Հովանիսյան պայել է գնդակ, ուղարկեց Սմութին ձախ եզր եւ տեսնենք այս շարունակությունը։ Նորից Սմութ գալիս եւ տիրում է գնդակին։ Աչ եզրում է, փոխեց եզրը Սմութը, երևի թե գրոյից հարկադրված կգնա ամեն դեպքում նորից ձախ եզր եւ ոչ, չստացվեց պայել գնդակը եզրային նետում Օկոտ Նեոնի ֆուտբոլիստների։ Այս զգալիորեն մոտեցավ խաղակեսը իր ավարտին, հաշված րոպեներ են մնում ընդամենը 3 րոպե հիմնական ժամանակի ավարտին այս խաղակեսի եւ այս փոխանցումը չստացվեց ամեն դեպքում եզրային նետում կլինի։ Այո, ավելի քան պարզ է թիմերը ինչ են քննարկելու ընդմիջմանը, մոտավորապես է պարզ, բնականաբար ոչ ամբողջությամբ։ Բարսան դա սուբյեկտիվ կարծիք է, բայց նաև որոշակի օբյեկտիվություն կա, կարծում եմ գոհ պետք է լինի իր խաղակեսից, ոչ թե միայն գոլի համար։ Գոլը նույնիսկ կարող ենք մի կողմ դնել, այո, լավ է որ կա, չլիներ այս խաղով կարելի է գոհ լինել անցկացրած խաղակեսից։ Սմութ ձախ կիսաեզրում է, փոխանցում դեպի աչ եզր եւ անկյունային կլինի։ Այո, այսպիսի խաղակեսը շատ լավ է, Բարսան տիրապետում է իրավիճակին, իր գոլը խփել է, մրցակցին շատ մոտ չեն թողնում, ներողություն եւ հարմար գրովում են, ոչ քիչ, ոչ էլ իհարկե սպասվածից ավելի շատ։ Նեոնի խաղն էլ իրականում շատ լավն է, բայց երկրորդ խաղակեսում անպայման պետք է ավելի ագրեսիվ ֆուտբոլ առաջարկել մրցակցին, ֆուտբոլային առումով ագրեսիվ իհարկե, ավելի շատ գրոել, որոշակի ինտենսիվություն հաղորդել, ցածրից փոխանցում Եվ անդրադարձ հաշիվ հավասար լինել այդ մտքին կարող ենք չլինել, բայց հաշիվ հավասար չէ եւ պետք է գնալ առաջ, պետք է գրոել։ Կենտրոնում է գնդակ այստեղից արված, ոչ։ Այստեղ շեղ է ստացվում։ Փորձը թեպետ կենտրոնով կար այդ տարածությունը, կար այդ հնարավորությունը արվածելու համար, բայց չի ստացվում։ Ու հետևենք արդեն այս փորձին։ Գնդակը ձախ եզրում է, տեսնենք ինչպես է գրոհելու Բարսելոնան,
դեպի կենտրոն, բայց այստեղ պրեսինգ կար։ Փոխանցում Ձախ Եզր, Սմութն է այստեղ, մտնում է Տուգանային հրապարակ ցածրից փոխանցում, Նեոնի ֆուտբոլիստները տիրեցին գնդակին եւ փորձում էին գնալ առաջ, չստացվեց այստեղ։ Եզրային նետում կլինի։ Դեպի Աչ Եզր փոխանցում Սարգսյան ուղարկեց Սմութին գնդակը, բայց մրցավարը խաղի կանոնների խախտում է։ Այստեղ արձանագրել, թույլ չտվեց շարունակել գրոհը։ Եվ մրցավարն է այստեղ բնականաբար որոշում ներկայացնողը, եթե արդեն հնչել է սուրիչը, կայացվել է որոշում, ապա պետք է հաշվի նստել։ Համենայն դեպս, եթե նույնիսկ հաշվի չնստեն ֆուտբոլիստները, ոչինչ չանել կարող փոխել։ Գոր Մովսիսյանն է վերադառնում խաղադաշտ, Նեոնը փորձում է արագորեն փոփոխություններ կատարել, որպեսզի կոնկրետ առանձին ֆուտբոլիստների հոգնածություն չզգացվի դաշտում եւ այո։ Մեկ այլ իրավիճակում այդ հոգնածությունը նորմալ կլիներ, բայց հիմա դրա իրավունքը չկա։ Դա է նաև ֆուտբոլի հետաքրքիր կողմը, պետք է 200%-ով այսօր նվիրվել դաշտում եւ այդպես խաղալ, ինչը մենք տեսնում ենք երկու թիմերի կողմից էլ։ Աչ Եզր փոխանցում, Բարսան վերջին փորձերն է ձեռնարկում այս խաղակեսի, փորձելով ստեղծածը ավելացնել, բայց մրցավարն ավարտում է։ Առաջին խաղակեսը բարեկամներ կարճ դադար։ Բարեկամներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Բարսելոնան Նեոն մրցավեճին, երկրորդ խաղակեսը արդեն մեկնարկեց ու տեսնենք այս խաղակեսում ինչպես են դասավորվելու իրադարձությունները։ Սա եզրափակիչ է, այստեղ յուրաքանչյուր իրադարձություն որոշիչ է, այնպես որ դա նաև հասկանում են թիմերը, այդպես տրամադրվել եւ մենք վայելեցինք առաջին խաղակեսն իսկապես գոլ էլ տեսանք Հովանեսյանի հերվից հարվածով բացվեց եզրափակիչի հաշիվը, բայց դա ամենակիչն է, որ կարող էր տեղի ունենալ այս մրցավեճում, դեռ երկրորդ էջել ունենք, երկրորդ խաղակես, որտեղ պետք է իրադարձությունները գերակա դառնան, իհարկե համեմատած առաջինի։ Քանի որ այստեղ արդեն ժամանակային առումով ամեն ինչ ավելի քան քիչ է, ավելի քիչ հնարավորություն կա, այդ տեսանկյունից պետք է լուրջ պայքար մղել, տեսնենք ինչ է պատրաստել առաջնահերթ Նեոնը։ Եզրային նետում կլինի Հովանեսյանը Աչ Եզրում տիրեց գնդակին, Ռոստոմյանը գնացել է պրեսինգի, անցավ այս փոխանցումը եւ ինչը այստեղ մրցավարը արձանագրեց, կարծես թե խաղի կանոնների խախտում եւ Տուգանային, ինչը լավ հնարավորություն է։ Մնում է լավ իրացնել։ Իհարկե, մեն վաստակելը բավական չէ բնականաբար։ Աչ կիսաեզրից իրացնի Բարսելոնան այս Տուգանայինը, հետևեց այստեղ հարված պատկազմած ֆուտբոլիստներին է դիպչում։ Գնդակը փոխանցում դեպի Ձախ Եզր, Հովանեսյան, թողեց գնդակը խաղանկերոջը, Սմբատյան օթային փոխանցում առաջ դեպի մրցակցի, կիսադաշտ կարելի ասել։ Եվ նետեց Եզրից ու խաղարկում է գնդակը։ Բարսելոնան փոխանցում, Ձախ Եզր, Հովանեսյանը կշարունակի թիմի գրոհը, բայց հետ փոխանցում սեփական կիսադաշտ, շտապելու տեղ կարելի ասել Բարսելոնան չունի, բայց ունի նաև որոշակի ցանկություն երկրորդ գոլի մասին մտածելու։ Եվս մեկ Տուգանային, գրեթե նույն պատկերն ենք տեսնում, կարելի ասել բարեկամներ, ինչ առաջին խաղակեսում էր։ Եվ եվս մեկ Տուգանային է նշանակվել, տեսնենք ինչպես ենք իրացնի Բարսելոնան։ Բնականաբար կփորձեն արդյունավետ լինել, Սարգսյանն է արվածելու, հետևեց փորձ, նորից նույն ճանապարհն անցավ գնդակը, նույն կյանքն ունեցավ Տուգանայինը, քանի որ հարված պատկազմած ֆուտբոլիստները փակում են, եւ գնդակի կորուստ։ Եզրային նետում Նեոնի ֆուտբոլիստները կխաղարկեն գնդակը դեպի Ձախ Եզր, Հովանեսյանը այստեղ փորձեց մշակել գնդակը չստացվեց, բայց վերադարձնում է գնդակը Բարսելոնան, փոխանցում Ձախ Եզր, բայց այս գնդակին հասնել չի ստացվում։ Ու Նեոնի ֆուտբոլիստներն են նետելու Եզրից։
հետևեց փոխանցում դեպի Ղարիբյանը, վերջինս աչի եզրում է։ Ու հետ է թողնում գնդակը դարպասապային, օթային փոխանցում առաջ, ինչի այստեղ խախտում է պահանջում Նեոնի ֆուտբոլիստը, կարելի է նաև համակարծիք լինել, թվաց, որ թիկունքից հրեց մրցակիցը, բայց մրցավարը այլ կարծիք ուներ այստեղ և թույլ է տալի շարունակել պայքարը։ Հովհաննիսյան ուղարկում է գնդակը դեպի պաշտպանության կենտրոն, Բարսան մանր քայլերով կփորձի գնալ առաջ, և դեպի ձախ եզր փոխանցում, Սարգսյանն է այստեղ գալիս ու տիրում գնդակին, Բարսայի ավակը ձախ եզրում է, Ռոստոմյան նորից ակտիվություն է դրսևորում, Ռոստոմյանը սա անկում կատարեց և հեռացրեց այստեղ գնդակը։ Եզրային նետում Հովհաննիսյանն է կենտրոնում, փորձեց տիրել գնդակին և այդ փոխանցում արդեն դեպի դաշտի միջին գոտի, Բարսան շարունակում է իր գրոհը և պաշտպանության, կարելի ասել, նա չի եզր կամ կենտրոն, տեսեք որտեղից է սկսում Բարսայի պաշտպանությունը, Սարգսյան լավ շրջվեց, բայց հարվածը շեղ է ստացվում, Բարսելոնայի ավակի գնդակը կանցնի Նեոնի ֆուտբոլիստներին։ Եվ պատրաստում է դարպասապահ, գնդակը խաղի մեջ մտցնել, ուժեղ փոխանցում առաջ այստեղ, լավ փոխանցում էր դեպի մրցակցի կիսադաշտ, ընդ որում կատարյալ հաջող, այսպես ասեմ, հեռվից հարված, դարպասապահն է հետ մղում, անձրևն էլ որոշակիորեն մեզ համար, այսպես ասեմ, խաղը դարձնում է հետաքրքիր, դրամատիկ, իսկ ֆուտբոլիստների համար նաև որոշակիորեն բարդ, թեպետ չեն թաքցնում ֆուտբոլիստները, որ անձրևային պայմաններում խաղալը նույնպես հաճելի է, և այդ ռոմանտիզմն այսօր այդ առումով կա։ Եվ հարված այսպիսի փորձ Ղարիբյանից, ով կպատկերացներ, որ սա է մտածել ևս մեկ փորձ դարպասած ձողին դիպչեց գնդակը, հիմա էլ Սմբատյանն է հարվածում։ Շատ հանգիստ էր կանգնած Ղարիբյան այս երկու հարվածների ժամանակ, և դրա համար ավելի շատ անակնկալի բերեց։ Վտանգավոր էին այս փորձերը, իսկապես վտանգավոր, ձախ եզրից անկյունային է լինելու։ Հետևում է օթային փոխանցում, հեռացված է գնդակը, և Բարսելոնան անցնում է գերարակակագրոյի, աչիեզրում է գնդակը, 3-4-ի դիմաց նույնիսկ պատկեր է, աչիեզրից փոխանցում, անդրադարձ դարպասապահից Սմբատյան, ուղարկեց գնդակն առաջ, Հովհաննիսյանն է այստեղ տիրում գնդակին և դեպի ձախ եզր փոխանցում, Շահնազարյանը փորձեց շրջանցել մրցակցին, մրցավարը ոչինչ չէր տեսել այստեղ, խախտում չկար, իսկ այստեղ կարծում եմ կար։ Եվ այո, և նույնիսկ դեղին քարտն էլ կարող է արդարացված լինել, բայց այդքան խիստ չէ հանդիպման մրցավարն ամեն դեպքում։ Հասկանում է, որ եզրափակիչը դեռ էմոցիաների համար հնարավոր է։ Քարտային այսպես պատիժների գնան ֆուտբոլիստները ստանան քարտային պատիժներ, այնպես որ մրցավարն այս առումով երևի թե նաև հաշվարկային է, ինչ որտեղ կարելի ասել։ Տեսնենք այս տուգանային ինչպես է ստացվելու Նեոնի։ Աչի եզրից կիրացնեն։ Եվ հետևեց փոխանցման փորձ, բայց չի ստացվում։ Ռոստոմյանի այս փոխանցումը նորվաս դարպասից կլինի։ Աչի եզրից հետևեց օթային փոխանցում դեպի մրցակցի կիսադաշտ, Սարգսյանը պայքար մղեց գնդակի համար դեպի կենտրոն և այստեղից հարված դարպասապահն է հետ մղում այս փորձը։ Փորձում են Նեոնի ֆուտբոլիստները գնալ առաջ, Ղարիբյանն է փորձում հասնել գնդակին, հախուռն պայքար է և եզրային նետում կլինի։ 33-րդ րոպեն է նաև արդեն ավարտին մոտենում բարեկամներ։ 1-0 առայժմ Հովհաննիսյանի միակ գոլը առաջին խաղակեսում, Բարսելոնային հաղթանակ է պարգևում։ Եվ նորից Հովհաննիսյան ձախ եզրում է, պահել է գնդակ իր մոտ, ժամանակ աշխատում է Նեոնի դեմ, դա հասկանում է Նեոնը, մեզանից բնականաբար 2 անգամ ավելի լավ և արդեն ինտենսիվություն հաղորդել են, բայց այնպիսի փորձեր են, որոնց պատրաստ է Բարսելոնան։
Հովանեսյան ձախ եզր ուղարկեց գնդակը, հիմա էլ դեպի աջ եզր փոխանցում եւ հանգիստ գնդակ են խաղարկում Բարսայի ֆուտբոլիստները, փոխանցում այստեղ առաջ եւ ինչ շարունակություն կլինի։ Աջ եզրից արված դարպասապանը այդ մղում, Արաքելյանը նորից իր տեղում է, առայժմ հստակ կատարում է այն խնդիրը, որն իր առջև դրված է։ Եվ պարզ իրավիճակում այստեղ Բարսան գնդակ կորցրեց, ինչը այդքան էլ ցանկալի չէր, բայց կա այն ինչ որ կա։ Փոփոխություններ տեղի կունենան առայժմ։ Սպասում ենք փոփոխությունների ավարտին։ Ռոստոմյան աջ եզրում է, հետևեց փոխանցում դեպի ձախ եզր անդրադարձ եւ Բարսան է փորձելու գնալ առաջ, նորից մեծ քանակություն մրցակցի կիսադաշտում եւ մրցակցի հատկապես պաշտպանությունում սուր անկյունից արված, բայց այսպես չի ստացվի, իհարկե եզրափակիչներում այսպիսի ճանապարհով գոլեր չեն կարող լինել։ Հետևեց փոխանցում աջ եզր, քանի որ այստեղ առավել քան ուշադիր են ֆուտբոլիստները։ 200%-ով նորից եմ նշում, աջ եզրից լարված պայր են, Բարսան ակտիվացել է, եւս մեկ վտանգավոր պահ տեսանք, այստեղ նյարդի մասին ավելի շատ կարելի է խոսել, որը մենք տեսանք ապահովվեց, եւ Զաքարյանն է վերադառնում խաղադաշտը, թարմություն պետք է, ինչը Նեոնը ապահովում է։ Հետևեց օթային փոխանցում հեռացված է գնդակը սմութը իդեպ եւս վերադարձավ խաղադաշտ։ Սա պետք է նշել, երկու թիմերի կազմում էլ ակտիվ այսպես փոփոխություններ կան եւ ուր է գնդակը։ Գնդակը կորցրել է նաեւ Բարսայի ֆուտբոլիստը, բայց դիմային գծից դուրս եկավ, հարված դարպասից կլինի։ Դեպի ձախ եզր փոխանցում Զաքարյանը տիրում է այստեղ գնդակին։ Ուղարկեց առաջ եւս մեկ փոխանցում դեպի կենտրոն, բայց Բարսայի ֆուտբոլիստները հաջող գնդակի խլում կարողացան կատարել Հովանեսյան։ Փորձեց գեղեցիկ գործել, բայց ռիսկայնություն որոշակի կար։ Ամեն դեպքում Հովանեսյանին վերադարձավ գնդակը։ Սմութ փոխանցում դեպի ավելի կենտրոն։ Եվ այստեղից գալիս է գնդակ աջ եզր, Բարսան շարունակում էր երկարատև գրոհը դեպի ձախ եզր, Հովանեսյան նորից տիրեց գնդակին, միգուցե եւս մեկ հեռվից արված, այո, բայց բարձր եւ շեղ է ստացում Հովանեսյանի այս փորձը։ Եվ Նեոնը կանցնի գրոհելու, խորքից օթային փոխանցում ենք տեսնում առաջ, Հովանեսյան դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը, իսկ սմութը կարճեց այս գնդակից։ Հովանեսյան փոխանցում դեպի աջ եզր, նորից Հովանեսյան, պայել է գնդակ իր մոտ, նորից աջ եզր, տարբեր ճանապարհներով է փորձում Բարսան գրոհել Սարգսյան, բայց այստեղ արդեն Նեոնի ֆուտբոլիստները կարողացան գնդակ խլել։ Ռոստոմյանն է աջ եզրում, հետևեց փոխանցում առաջ, անդրադարձ ենք տեսնում ու եզրային նետում կլինի։ Ֆախուրն պայքար է այստեղ, դարպասի ուղղությամբ գործողություններ առայժմ չկան։ Սմութ ձախ եզրում փորձեց լավ մշակել գնդակը եւ ստացվեց, բրավո այստեղ Բարսայի ֆուտբոլիստին, լավ որակի խաղ տեսանք գնդակի հաջող մշակում։ Սարգսյան, Բարսելոնայի ավակն է արդեն այստեղ, փոխանցում աջ եզր, ստացվում է պայել գնդակը Հովանեսյան, ինչ շարունակություն կլինի դեպի ձախ եզր,
Եվ Սարգսյանն է արվածում այստեղ, գնդակը դարպասում է 2-0, նորից սերվից գոլ ենք տեսնում, ավակն է այստեղ աչքի ընկնում բարեկամներ, բաց թողեց Նեոնը, բաց թողեց անսպասելի էր Սարգսյանի այս խայթոց, այսպես ասած, այս կրակոցը, ում ինչպես հարմար է անսպասելի էր Նեոնի համար և 2-0, 39-րդ րոպեն է արդեն, նայում ենք ժամացույցին և պետք է արդեն շատ ինտենսիվ գրոել, քանի որ շանս կարող է չլինել, եթե ինտենսիվ չգործի Նեոնը։ Այս շատ տարբեր ժամանակահատվածներում եղան այս գոլերը, մեկը առաջին խաղակեսում էր, մեկը միայն հիմա այս ժամանակահատվածում, Սմութ և ֆորվարդ, քիչ էր մնում 3-րդ հեռվից գոլը տեսնենք, այդ դա արդեն տպավորիչ կհամարվեր, բայց Սմութի արվածը բարձր է ստացվում։ Եվ Նեոնի ֆուտբոլիստները կփորձեն գնալ առաջ։ Պատրաստում են հերթական գրոհը ձեռնարկել եւ խորքից օթային փոխանցում ենք։ Տեսնում դեպի ձախ եզր հեռացված է գնդակն այստեղ։ Եվս մեկ փոխանցում, բայց չստացվեց այստեղ արդեն շարունակություն հաղորդել եզրային նետում կլինի Հովանիսյան։ Սմութը փոխանցում է պահանջում ճիշտ է սկզբում եզրային նետում էր, հետաքրքիր է որ եզրային նետում կատարող ֆուտբոլիստը հաստատ այդքան չէր կարող նետել, բայց Հովանիսյանն արդեն փոխանցում հասցրեց։ Ձախ եզրում է գնդակ, հետևեց փոխանցում առաջ, բայց դուրս է գալիս դարպասապահ եւ գնդակը մրցակցի կիսադաշտ ուղարկում։ Ուղիղ 10 րոպե բարեկամներ, պատկերացնում եք դա որքան քիչ ժամանակ է հեռվից արված Եվ ինչ եղավ այս արվածից հետո, ոչինչ չհասցրինք տեսնել, շարունակում է Բարսան գրոել, շարունակում ենք չտեսնել, և աչ եզրում է գնդակը, միջևերջ պրեսինգ կա, Եվ Նեոնի ֆուտբոլիստները կարողացան հաջող խլում կատարել եւ գնում են առաջ Ղարիբյան այստեղ փոխանցման փորձ եւ գնդակը արդեն ձախ եզրում է Սմութ շարունակելու է թիմի գրոհը Բայլով գնդակն իր մոտ գլորում է աչ եզր լավ շարունակություններ Հովանիսյան եւ ֆորվարդ այստեղ կարող էր եւս մեկ գոլ լինել Եվ այդ պարագայում կարող ենք ասել, որ ամեն ինչ կվճռվեր բարեկամներ։ Բնականաբար 3-0-ն արդեն այլ հաշիվ է, 3-0-ն արդեն մեծ տարբերության մասին է խոսում։ Սմութ տիրում է գնդակին, հետ փոխանցում հետևեց, և հեռվից արվածի փորձ անդրադարձ Սարգսյանը Տուգանային հրապարակում էր փորձեց արձագանքել գնդակին, ամեն դեպքում Բարսան շարունակելու է գրոել Դեպի կենտրոն փոխանցում հետևեց, գալիս է գնդակ Հովանիսյանին, վերջինս աչ եզրում է, և առայժմ Նեոնի ֆուտբոլիստները պաշտպանվում են, դեպի Սմութը լավ գտավ խաղանկերը և լավ էր մտածել, բերեց է Սմութն այստեղ, դեպի հեռավոր անկյունը, որին հասնել դարպասապահը, բնականաբար չէր կարող, բայց այստեղ չստացվեց այս գործողությունը։ Լավն էր մտահղացում, իսկապես։ Եվ դարպասապահի կողմից տեսնում ենք ուժեղ փոխանցում առաջ, Հովանիսյան այս գնդակին էլ արձագանքեց, և եզրային նետում է լինելու։ 8 րոպե ժամանակ, դա շատ քիչ է իհարկե, պետք է Նեոնը գրոհի։ Երկրորդ գոլից հետո որոշակիորեն հոգեբանական անկում եղավ, Օթային փոխանցում դարպասապահը հասցնում է հեռացնել գնդակը, Սմութը ձախ եզրում տիրեց այստեղ, դեպի Սարգսյանը Տուգանային հրապարակ և ֆորվարդ տեսանք այստեղ շեղ է ստացվում, ինչը անսպասել էր, իրականում հարմար դիրք էր, չէր ակնկալվում այսպիսի հարված այս դրվագում, բայց ամեն դեպքում դա ևս մեկ անգամ ընդգծում է, ինչ որտեղ հաստատում է Բարսայի ակտիվությունն ու առավելությունը փոխանցում այստեղ ընդամենը մեկ հպում էր պակասում երրորդ գոլին Այստեղից արդեն քիչ էր հավանական, որ կսխալվեր Բարսայի ֆուտբոլիստը Սարգսյանը այս դրվագում ամեն դեպքում հպումը չեղավ գնդակին մեծ հաշվով այն հպումը, որին մենք սպասում ենք Եվ նորից փոփոխություն Նեոնի կազմում
Վերջին ալիքն է մնում, սա էլ պետք է անել, վերջին շնչառությունն, ինչպես ասում են։ Եվ ակնկալվում է ուժեղ փոխանցում առաջ, մենք այն տեսանք դեպի Բարսելոնայի կիսադաշտ, Հովհաննիսյանը արձագանքեց եւ փորձում է։ Ռոստոմյանն աչ եզր ուղարկել գնդակը, չանցավ այս փոխանցումը։ Եվ եզրային նետում կլինի։ Ավակյանն է խաղարկում գնդակ, Հովհաննիսյանին ուղարկեց, վերջինս դաշտի միջին գոտում է եւ կա Սմութի տարբերակը, ոչ շատ եզր փորձեց ուղարկել, ավելի կրեատիվ փորձեց լինել։ Հովհաննիսյանը Սմութի ուղղությամբ փոխանցումը բանական կլիներ, պրիմիտիվ եւ սպասելի, փորձեց աչ եզր ուղարկել։ Դարպասապան է դուրս գալիս այստեղ իր տեղից, եզրային նետում կլինի։ Բայց վնասված ստացած ֆուտբոլիստ կա, մրցավարը դադար է վերցրել։ Եվ կարելի է կատարել, արդեն եզրային նետում է, հետևեց փոխանցում դեպի Տուգանային հրապարակ եւ անդրադարձից հետո տիրում են գնդակին Բարսելոնայի ֆուտբոլիստները, գնում են արագ հակագրոելու, փոխանցում դեպի Սմութը, եւս մեկ ներողություն փոխանցում, լավ շարունակություն կարող է լինել եւ արված ենք տեսնում այստեղ դարպասապա տեղում էր ավելի անկյուն պատտեցնել գնդակ այստեղ չստացվեց Եվ փոխանցում առաջ, բայց ամեն գնդակի հետևից չի կարող իհարկե Ռոստոմյանը գնալ այստեղ այնքան բարձրում էր գնդակ, այնքան օդում, որ ուղղակի ոչինչ անել հնարավոր չէ այդ պարագայում։ Վայրը չկատարեց դաշտի սահմաններից դուրս գնդակ։ Ռոստոմյան փորձեց այստեղ խլում կատարել, գալիս է գնդակը Սմութին ձախ եզր։ Եվ արդեն Տուգանային հրապարակ սեփական Բարսան այստեղ է փորձում մրցակցին առաջ քաշել, խորքից փորձեցին գտնել Սարգսյանին, այս դրվագում չստացվեց եւ դարպասապա ուժեղ հարված է կատարում առաջ անդրադարձ Աստծորես Ղազարյանը Սմութ ձախ եզրում թողնում է գնդակը եւ գրոյի շարունակությունը խաղանկերոջը Հովհաննիսյան դեպի ձախ եզր եւ տեսնենք Ավակյանը ինչ է մտածել ուղարկեց գնդակն աչ եզր ամեն դեպքում չի ստացում եզրային նետում է լինելու հօգուտ Նեոնի ֆուտբոլիստների նրանք էլ կփորձեն իրենց հերթին գնալ առաջ Ղարիբյան ուղարկում է գնդակը, ավելի կենտրոն ստանում է պատասխան փոխանցումը, եւս մեկ պատ խաղարկման փորձ, բայց Բարսայի ֆուտբոլիստները դա թույլ չտվեցին։ Սմութ ուղարկում է գնդակը աչ եզր, եւ այստեղից տեսնենք ինչպես կստացվի, խլեց գնդակը ամեն դեպքում Նեոնը մրցակցից, Հովհաննիսյանը աչ եզրում է, թողեց գնդակը խաղանկերոջը, ստանում է պատասխան փոխանցումը դեպի կենտրոն փոխանցում Սմութ լավ գործեց այստեղ եւ դարպասապան է հեռացնում չհասցրեց խաղանկերը ավելացնել եւ Նեոնը գնում է հակագրոելու ձախ եզրում է գնդակը եզրային նետում կլինի համառության հաշվին այստեղ առաջներ ստացվեց պայել գնդակը եւ դեպի ձախ եզր պայել է գնդակը իր մոտ Պերեդե Սմութը ու շարժում է առաջ գնաց դեպի կենտրոն Սարգսյանն այդ խաղարկում է հետևում Պայել է Բարսայի ավակը գնդակ իր մոտ հետևեց արված եւս մեկ լարված ու վտանգավոր փորձ բայց շեղեր այս արվածը եւ Նեոնի ֆուտբոլիստները կփորձեն գնալ առաջ Փոփոխություն ամեն դեպքում Բարսելոնայի կազմում Հովհաննիսյանն է դուրս գալիս խաղադաշտ Վերջին 2 րոպեները դաշտում կանցկացնի ձախ եզրում Սմութը եւս փոխարինվում է օգնածություն այսօր քիչ զգացվեց դաշտում միանգամից սխալ փոխանցում այստեղ Հովհաննիսյանի առաջին նպումը փոխանցումը լարեց իրավիճակը բայց պաշտպաններն են հեռացնում թեպետ
Շարունակում է Բարսան գրել ձախ եզրից օթային փոխանցում Հովանեսյանից Սարգսյան, բայց որոշակիորեն իներտ գործեց Սարգսյանն այստեղ ֆարված դարպասից է լինելու։ Տեսնենք Նեոնի ֆուտբոլիստները ինչպես կգրեն, փոխանցում առաջ, սեփական կիսադաշտում է գնդակը։ Եվ կար այստեղ արձակող թիմի ֆուտբոլիստի հետ պայքարում, Սարգսյանը խախտեց կանոնները։ Առանց գնդակի բնականաբար Բարսան դիմավորում է նորից գնդակը, դիմավորում է մրցակցին շատ հեշտությամբ եւ կարողանում են կարդալով այսպես ասած հեռացնել։ Հետևենք այս գրոյի զարգացմանը, տեսնենք ինչպես կստացվի։ Այնտեղ խոտածածկին ընկած ֆուտբոլիստ կա մրցավարը իհարկե դադար կվերցնի, բացի դրանից Բարսայի մոտ էր գնդակը, տրամաբանական է, որ խաղանկերը խոտածածկին չէր շարունակի։ Այստեղ Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Գնդակը Նեոնի դարպասապայի մոտ է, վերջինս կատարում է ուժեղ հարված առաջ դեպի ձախ եզր, բայց այս գնդակի հետևից հասնել ուղղակի հնարավոր չէր։ Եզրային նետում Բարսայի ֆուտբոլիստներն են խաղարկում գնդակը, 1 գոլ առաջին խաղակեսում, 1 գնդակ երկրորդ խաղակեսում, Ղարիբյան ուղարկեց Տուգանային հրապարակ եւ հեռացված է այստեղ գնդակը, շատ լավ փոխանցում ստացվեց ու արագ հակագրոյի փորձ Սմբատյանը փոքր ինչ հեռացրեց գնդակ աջ եզրից փորձ եւ սա միթե արված էր։ Իրականում եթե արված էր հետաքրքիր որոշում էր իսկապես։ Եվ Նեոնը կփորձի գնալ առաջ։ Դարպասապա տեղադրում է գնդակը եւ պատրաստ է այն առաջ ուղարկել, հետևում է օթային փոխանցում եւ Հովանեսյանը այստեղ տիրեց գնդակին։ Փորձեց աջ եզր ուղարկել, չստացվեց, բայց մնաց գնդակը Հովանեսյանի մոտ, այսօր առաջին անգամ չէ, որ այդպիսի բան ենք տեսնում։ Եվ վերջ բարեկամներ, Բարսելոնան հաղթում է 2-0 հաշվով, շնորհավորում ենք կատալոնացիներին այս հաղթանակի կապակցությամբ։